Իջնացած ես էլ ինքս զանգեցի արդեն մեր փաստաբանին եւ հրավիրեցի ինձ մոտ ասի ես քեզ խնդրում եմ արի հասկանամ հիմա օրենք ունենք թե չունենք մենք օրենքով ենք ուզում մեր գործը առաջ տանենք ինչ բան է մարդիկ պետք է սա որ մեզ անհանգստացնեն իմ տան եմ նստած չեմ կարողանում ես իմ անդորը հանգիստ վայելել հետո կարճ ժամանակից եկավ մեր իրավաբանը դրսում կանգնացել էր ճանապարհի հենց պատի տակ մեքենան սրանք մի 7-8-10 հոգով երկար բարակ փաստաբան էր վիճաբանել եւ այլ եւ աղմուկ ձայնը լսեցի դուրս եկա տեսնեմ իրավաբանի հետ վիճաբանում են գնացի ասեցի ձեր որ ասում մեռնեմ ասի ինչ եք ուզում օրենքով եք ուզում մենք հիմա օրենքով ենք անում գնացեք դուք ինքներդ ոնց որոշել եք օրենքով ամեն ինչ օրինական է ճանապարհները կան եւ այլ գնացեք դուք էլ օրենքով վերեք հիմա ոստիկաներ մեզ դատեք ոնց եք ուզում ոնց եք մեզ ասում դատի տվեք ինչ ուզում եք արեք պատկերացեք այն աշխարհը հասավ որ այս մարդիկ ինքները սկսեցին կարելի ասել շոու սարքել հա այս երբա բառերով ասեմ ուզեցան որ անպայման միշտ ուզեցել են փորձել են որ ես ինձ հանեն իմ հուներից որ ես մի ավելորդ բառեր օգտագործեմ ու զպարտանքով բանով տանեն ուրիշ դաշտ էլի ինձ հետո իրանց ավազակներից մեկը բայ ես քո մուրուքը ես քո ծնողները այս են ծնող ինչ ասես տենց հայոյանքներ բաներ դուրս եկա իմ ափերից պատկերացեք ու ուզեցա որ խփեմ հետո այդքան բանից հետո մոտիկ տղաներ կային այդ բանը եկան ու ինձ բռնեցին չթողեցին ես էլ ինքս ոնց ասեմ համ հոգեպես համ ֆիզիկապես արդեն տեղս չէի գտնում մի կերպ կարողացել եմ գնամ օպերա ելույթ ունենամ որ պետք է երգեի պետք է իմ ջերմ խոսքերը ավելին տայի այդ մարդկանց չկարողացա ուղղակի բեմից արտահայտվեցի որ ժողովուրդ ջան եթե դուք ֆիզիկապես եք տկար իսկ ես ֆիզիկապես եւ հոգեպես եւ շատ ավելի հետաքրքիր բառներ այնտեղ ասեցի ու թողեցի եկա տուն վատաց ամբողջ գիշերը էլ ճշում էլ չգիտեմ գլխապտույտ բան այն ակարգի որ իրիկուն չեմ էլ շտաբողության մեքենա կանչել հա ասեցին ասի չեմ ուզում չասեն շոու ծրագիր ինչեր ասարկում ես մարդը առավոտյան արդեն տեղս չէի գտնում ստիպված հարևանները հավաքեցին ոնց որ ստիպեցին որ գա մեքենա եկա ինձ օգնություն ցույց տվեցին մի 3 օր տենց պարկեցի եւ այլ հետո 3 օր հետո էլ իրենց քանդելուց հետո ուրիշ պատմություններ որ պատկերացեք ճանապարհ չկա համարյա անցնեն մարդիկ իրենց գարաժներից իրենց մեքենաները չեն կարողանում անեն որ գնան իրենց աշխատանքների եւ այլ հիմա ուզում եմ ասեմ մենք այն ինչ որ գլխանց խոսում էինք այս իրողությունը կա բայց մյուս իրողությունը նա է որ Հայաստանում հետաքրքիր լոզունգ է արդեն տարածվել եւ տարածվում է եթե որոշել ենք ուրեմն պետք է անենք վերջ անկախ այն բանից համապատասխանում է չի համապատասխանում ով է դիմացները կանգնած իմաստ ունի ժողովուրդ ապրի թե չէ իրենք որոշել են ուրեմն պետք է անեն պետք է սպանել ուրեմն պետք է սպանել պետք է չգիտեմ բռնել ամեն քայլի ամեն արարքի գնում են ամեն բան ստեղծում են որ մարդուն կարող են բռնել տանեն փակեն ասեն դե գիտեք ինքը խախտված է ինքը օրենքները խախտում էր ինքը երգիրը չէր սիրում ինքը ավազակ է այսինքն դուք նման վտանգել եք հա ես հիմա ասեմ հա ես սպասում եմ նման վտանգի որտեղ օրվան ելի եմ ասում եթե ամեն օր ձեր աստծու լույսը որ բացվում է բարի լուսման հետ ամեն օրվա հետ 3-4 մարդ կանգնած է ձեր դարբասի մոտ կանգնած է եւ դու սպասում ես մի հյուրի եւ մեքենան պետքա գա կանգնի որ հյուրը մտնի մոտ ասում է գնա քշի գիտես չկանգնես տեղ գնա տարեն բակը կանգնացա կամ են հայատը կանգնացրա արի 1 2 3 ինչ կանես դու թողա որևիցե մեկ ինձ ասի նույն հանրապետության նախագահան թողա այս պարագային ինձ բացատրի ասի եթե իր ընտանիքում ինքը ապրում է բարեկեցիկ ինքը ընդունված մարդ է ինքը ճանաչված մարդ է եթե գան ու իրեն միշտ անհանգստացնեն ինչ կան այդ մարդը վերջիվերջո մի սուարուն են չէ հասկանալի է թե չէ վերանանք ցանկացած անհատ մարդ թող այդպես ապրի ինչ պետք է անել թող գա ինքը ինձ ասի ես հասկանամ
մի օր չի, երկու չի, երեք չի, 5 չի, 6 չի, որ ասեմ գիտես ինչ է։ Բա ուր մնաց իրանց արդարացումը, ուր մնաց իրանց իրական աշխարհը, ուր մնաց իրանց այն ամեն ինչը որ իրական է, որ ասում են 4 կողմից ճանապարհ կա։ Թող մի 5 օր են մի ճանապարհով գնան, 6 օր են մի ճանապարհով գնան, 10 օր են մի ճանապարհով։ Բա սա կոռուպցիա չի։ Սա ազգի դավաճանություն չի, որ բառացի օրը ցերեկո մարդուն գրություն փաստաթուղթ են ներկայացնում, որ գիտեք ինչ 4 կողմը ճանապարհ կա։ Դրա համարով է պատասխան տալու։ Բա մի հատ որ ահազանգ են տալիս, ասում են այստեղ գրանատ կա դրանց, աշխարհը խառնում է իրա, լցում են, գալիս են։ Բա մեռան գորալով որ համապատասխան չի, ինչի չեն գնում այդ մարդուն բռնեն, ասեն այդ ինչի՞ էստենց հայտարարություն տվեք կամ փաստաթուղթ տվեք։ Բա կոռուպցիա է, բա երկրի մասին են ուզում մտածեն։ Եվ այսպես շատ բաներ կա։ Եվ շատ բաներ են պատրաստ անելու, եւ շատ բաներ են անելու օրենքի սահմաններում եւ բարոյական արժեքների հետ կապված։ Եվ ցավում եմ ել ասեմ նույն ձևի որ բոլոր արվեստի մարդկանցի հետ մարդկանցից ստորահավաք եմ արել եմ Բաքվի բնակիչների հետ կապված ստորահավաք եւ ուղարկել եմ Հանրապետության նախագահին, վարչապետին, քաղաքապետին, ինչ կասեք, հա։ Ինչ։ Վաղը ինչ որ բաներ չեն նախատեսում։ Հա։ Ասեք մի փոքր։ Դե նախատեսել են որ այդ ամեն ինչը արդեն տպագրվի ու իցույց ամենքին։ Եվ հասկանան սրանք արժեքներ են թե չէ։ Ու ես հասկացա որ ոնց որ թե իրանց մոտ բանա կամ կաս կամ չկաս էլի։ Այդ իրանց համար հաշիվ չի, որտեվ ինքան այս 20 տարվա մեջ այնքան մարդիկ են գնացել, այնպիսի հետաքրքիր մարդիկ ով է։ Ես էլ իրանց համար մի հատ ոչնչություն եմ կամ ընդհանրապես մյուսները։